Ասում են սրբազան հայրը տավուշի հերահոտներ, հերություն անողը, կարիքավորին օգնողը, հիվանդին հույս տվողը։ Սահմանի սրբազան են նրան դիմում եկեղեցուց դուրս։ Բագրատ Գալստանյանը Աստծո տնից դուրս գալիս անպայման սահմանին էր կամ այն պահողի կողքին, տան անդամների հետ։ Սահման, բանակ, զինվոր, սրբազան հոր 3 առաջնահերթություններն են։ 44 օրյայից հետո սրբազան հորը հանդիպում էինք մի բուռ մնացած Արցախի բոլոր անկյուններում։ Նա ակտիվորեն ներգրաված էր հետպատերազմյան երկրի վերականգնման աշխատանքներում։ Կանադայից մինչև Սփյուռքի այլ համայնքներ իր ունեցած կապերն ու հնարավորություններն իսպաս դնելով Արցախի շենացմանը։ 2021-ից սրբազանը հայտարարել էր, որ Արցախի մասնակի կորստից պետք է դաս քաղել եւ արգելակել հայկական մյուս տարածքները զիջելու իշխանության աղետալի քաղաքականությունը։ Արցախի հայաթափումից հետո նրա համար վճռական էր կորուստների շղթան ընդհատելու որոշումը։ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ստեղծվեց Տավուշը հանուն հայրենիքի շարժումը, որն ընդդիմանալով Հայաստանի իշխանության հանձնվողական քաղաքականությանը համախմբում էր մարդկանց միակողմանի զիջումների կործանարար քաղաքականությունը կասեցնելու համար։ Պինդ եղեք Սրբազան հայր, ինչպես դուք էիք ասում, հանուն գալիք հաղթանակների։ Չենք հանդուրժելու հայրենը հանձնումը, չենք հանդուրժելու մեր իմ կենսագրության գողությունը, իմ պատվի գողությունը։ Իրար մի թիրախավորեք, իրար կյանք մի կերեք, ձեր կյանքը անձնական եւ ոչ էլ անցած ճանապարհը ավելի մեծ չի, քան մեր պետությունն ու մեր հայրենիքն ու մեր գոյությունը։ Թշնամու գնդակները ավելի սարսափելի չեն, քան ներքին թշնամու աղբը։ Երբ որ մարդուն մեծ առաքելություն է տրված այս կյանքում, իր փորձություններն են մեծ լինում, եւ այդ փորձությունները ինչպես կհաղթահարի այդ մարդը, դրանից է կախված այդ առաքելությունը կմնա իրեն, թե կտրվի ուրիշին։ Հիմա Բագրատ Սրբազանը շատ մեծ առաքելության մեջ է, եւ իրեն տրված փորձությունն էլ համապատասխան։